Ուրեմն անցած անգամ անալիտիկ ֆունկցիաները սահմանեցինք ու մի քանի օրինակ դիտարկեցինք, մասնավորապես դիտարկեցինք արմատ z ֆունկցիայի օրինակը, ա, տեսանք, որ ամբողջ հարթության վրա, կոմպլեքս հարթության վրա անհնար է սահմանել անալիտիկ ֆունկցիա, որը արմատ z ֆունկցիան է, ինչի նկատի ունենք, կամայական կոմպլեքս թվի համար, բացի 0-ից, ուղիղ երկու հատ թիվ կա, որի քառակուսին z-ն է, եթե ուզում ենք ինչ-որ ֆունկցիա ունենանք, պետք է դրանցից մեկը ընտրենք ու անընդհատ ձևով հնարավոր չէ ընտրել այդ երկու տարբերից մեկը այնպես, որ մենք ունենանք ֆունկցիա, որը անընդհատ է ու սահմանված է ամբողջ հարթության վրա։ Դրա լուծումը որն էր, կարողանում էինք ինչ որ հատված հեռացնել կոմպլեքս տարածությունից, ասենք օրինակ սա, ու սրա վրա արդեն հնարավոր էր սահմանել արմատ z ֆունկցիան, որ լիներ անալիտիկ։ Նաև քննարկեցինք օրինակ լոգարիթմ z-ի տարբերակը, նույն ձևի, այս նույն օմեգայի վրա հնարավոր էր դա սահմանել։ Եկեք մի երկու րոպե խոսենք մեկ ուրիշ ֆունկցիայի մասին։ Կոսինուս z, ասենք ֆունկցիան եթե վերցնենք, սա անալիտիկ է ամենուր է, այստեղ սենց ինչ որ բաներ անելու կարիք չի լինում։ Եթե վերցնենք սրա հակադարձ ֆունկցիա, ու շատ շրա վրա շատ ժամանակ չեմ ուզում ծախսեմ, կարող եք դասագրքի մեջ մի քիչ կարդալ, նա կարելի է ցույց տալ, որ արկոսինուս ֆունկցիան կարելի է այսպես ներկայացնել լոգարիթմ z գումարած արմատ z քառակուսի հանած 1, կամ ասենք եկեք սա գրենք սենց i անգամ լոգարիթմ z հանած i անգամ արմատ 1 հանած z քառակուսի։ Մենք եթե ուզենանք հիմա սահմանենք, այստեղ էլի, քանի որ լոգարիթմ նախ արմատ ունենք հաշվելու, եթե արմատ ենք հաշվում, ապա սա միարժեքորեն որոշված չի, կամայական կոմպլեքս թվի համար, բացի 0-ից, արմատ հաշվելուց երկու ընտրություն կունենանք, մի տեղը այդտեղ է, որտեղ միարժեքորեն պարզ չի, թե սրա արժեքը ինչ է լինելու, մյուս տեղն էլ սա է։ Այստեղ էլ լոգարիթմ հաշվելուց միշտ 0-ի լոգարիթմը չենք կարող հաշվել, իսկ կամայական մեկ ուրիշ կոմպլեքս թվի համար լոգարիթմ հաշվելուց անվերջ ընտրություն ունենք։ Կարող ենք նույն հարցը տալ, այնօք հնարավոր է կամ ամբողջ տիրույթում սահմանել արկոսինուս ֆունկցիան այնպես, որ ինքը լինի անընդհատ, անընդհատությունը որ եղավ, անալիտիկությունն է կստանանք, եթե ոչ, ինչ պետք է հեռացնենք օմեգայից, որ կարողանանք սահմանենք արկոսինուս ֆունկցիայի անալիտիկ ճյուղ։ Ստանանակ ընտրությունները էլի միակը չեն, ոնց որ ստեղ ընտրությունը որն էր, ասենք կարող ենք սա հեռացնել կամ կամայական ինչ-որ կոր, որը 0 կետը միացնում էր անվերջությանը ու հատումներ չուներ ինքը իր հետ, եթե նման մի կոր հեռացնեինք, կաշխատեր, եկեք հասկանանք, թե այստեղ ինչ պետք է հեռացնել, օրինակ, կարող ենք այնպես ընտրել, օմեգան այնպես ընտրել, որ 1 մինուս z քառակուսին, այստեղից սկսենք, եթե ինքը իրական լինի, ապա ինքը թող լինի անպայման դրական։ Որովհետև եթե մեր օմեգան վերցնենք այնպես, որ օմեգայի միջի կամայական z-ի համար հենց 1 մինուս z քառակուսին իրական եղավ, ինքը դրական է լինելու, ապա այս 1 մինուս z քառակուսին փաստորեն միշտ կընկնի
այս տարածքում ու կկարողանանք վերցնել այս արմատը հաշվելուց կկարողանանք օրինակ վերցնենք արմատ z ֆունկցիայի գլխավոր ճյուղը ու սա անալիտիկ ձևով սահմանված կլինի։ Դե, այսինքն ինչ ունեցանք, ուրեմն մեզ պետք է որ եթե 1 հանած z քառակուսին իրական թիվ է, ապա ինքը լինի դրական։ Դե եթե 1 հանած z քառակուսին իրական եղավ, z քառակուսին պետք է իրական լինի, դա ինչ է նշանակում, որ z-ը կամ պետք է այստեղ լինի, կամ այստեղ։ Սրանք են բոլոր կոմպլեքս թվերը, որոնց քառակուսին իրական է։ Հիմա եկեք հասկանանք, ուրեմն որոնք են այն z-երը, որտեղ 1 հանած z քառակուսին 1 հանած z քառակուսին դրական չի, բացասական է։ Դե, եթե այստեղից ինչ որ թիվ վերցնենք, եթե այստեղից թիվ վերցնենք, սրա քառակուսին կընկնի այստեղ, եթե այստեղից թիվ վերցնենք, սրա քառակուսին կընկնի, ընդհանրապես այս առանցքի վրայի կամայական թիվի քառակուսին ընկնում է այստեղ, 1-ից որ հանենք կլինի դրական, այսինքն դրանք խնդիրներ չեն առաջացնելու, իսկ այստեղից եթե թիվ ենք վերցնում, մեզ փաստորեն ինչ է, դրա քառակուսին լինում է իրական, մեզ պետք է որ կարճ ասած 1-ից հանած z քառակուսին մեզ պետք է որ գտնենք այն կետերը, որտեղ սա ոչ բացասական է, այսինքն 1-ը փոքր կամ ասած z քառակուսուց։ Եթե z-ը իրական թիվ է, ապա սա նշանակում է բացարձակ արժեք z-ը մեծ է կամ հավասար 1-ից։ Այսինքն, եթե հեռացնենք սա ու սա, ապա կամայական, ուրեմն եթե օմեգայով սահմանենք c-ից հանած r-ը փոքր է կամ հավասար -1 գումարած r-ը երբ որ մեծ է կամ հավասար 1, եթե օմեգան սահմանենք այսպես, ապա կամայական z պատկանում է օմեգայի վրա, 1 հանած z քառակուսին կպատկանի c-ից հանած r-ը փոքր է կամ հավասար 0, այսինքն արմատ 1 հանած z քառակուսին օրինակ մի արժեքորեն սահմանված կլինի, եթե սահմանենք, տանք մեր անցած անգամվա տրված սահմանումը, որ վերցնում ենք n տարբերակը, արմատ 1 հանած z քառակուսին, որը իրական մասը դրական է։ Դա կլինի անալիտիկ ֆունկցիա։ Այսինքն r կոսինուսի մեջ s մասը սահմանված կլինի, հետևաբար s մասն էլ սահմանված կլինի։ Հիմա եթե արդեն հասանք այստեղ, հիմա եթե կարողանանք այնպես անել, որ s թվի օրինակ, հիմա պետք է լոգարիթմը սահմանենք, լոգարիթմի համար, էլի եթե փորձենք վերցնել գլխավոր ճյուղը, մեզ պետք է որ s մասը իրական մասը սրա, այսինքն s մասը իրական բացասական թիվ չլինի, այսինքն մեզ պետք է հիմա այնպիսի z-երը դիտարկել, որ z-ից հանած i անգամ 1 մինուս արմատ 1 մինուս z քառակուսին չլինի բացասական իրական թիվ։ Բայց կարելի է ստուգել, որ հենց z-ը պատկանում է օմեգային, ապա սրանից հետևում է սա։ Z-ը եթե որ պատկանում է օմեգային, այստեղից հետևում է սա։ Հետևաբար հենց z-երը պատկանում են այս օմեգային, միանգամից համ կարողանում ենք սահմանել այս մասը, համ կարողանում ենք օգտվել լոգարիթմի գլխավոր ճյուղից ու արկոսինուս ֆունկցիան սահմանված է լինում։ Այսինքն, արկոսինուս ֆունկցիան, եթե սահմանենք այս օմեգա տիրույթում, որը սահմանված է այսպես, ապա կունենանք էլի անալիտիկ ֆունկցիա։ Հարցեր։ Մեկ դեպքի ինչով է խանգարում։ Նորից կասեք, լավ չլսվեց։ Մեկ կետը ինչ որ բանի խանգարում է։ Մեկ կետը խանգարում էր, որովհետև
արմատը բան անելուց, որ եթե ուզենամ անալիտիկ ֆունկցիա ունենամ, եկեք հիշենք մենք անալիտիկ ֆունկցիա ասելով ինչի նկատի ունենք, երբ որ z-ը 1 է, 1 հանած z քառակուսին լինում է 0։ Իսկ երբ որ մենք սահմանում ենք արմատ z ֆունկցիան, երբ որ մենք սահմանում ենք արմատ z ֆունկցիան, հա, արմատ z-ը, իրան սահմանեցինք որտեղ կոմպլեքս թվերից հանեցինք ոչ միայն բացասական իրական թվերը, այլ նաև 0-ն նույնպես, որպեսզի ունենայինք անալիտիկ ֆունկցիա, ինչի չեմ կարող մենակ 0-ն ներառել, խնդիրը որն է, եթե մենակ 0-ն ներառենք, ապա անընդհատություն կունենանք 0 կետում, բայց մեր անալիտիկության սահմանումը եթե հիշեք, ինչ էր ասում, եթե ֆունկցիան անալիտիկ է, ինչ որ տիրույթում սահմանված, դա նշանակում է, որ կամայական կետում, եթե այդ կետի շուրջը վերցնեմ ինչ-որ մի բաց միջակայք, իմ ֆունկցիան պետք է այդտեղ անալիտիկ լինի։ Հիմա կասեք, լավ, հիմա այս 0 կետի բաց միջակայք որ վերցնեմ, իմ ֆունկցիան այս կարմիր կետերում սահմանված չի լինի, բայց մեր սահմանումը ոնց տվեցինք, մեր սահմանումը այսպես էր, պետք է գոյություն ունենա մի հատ ֆունկցիա, որը սահմանված է այդ ամբողջ միջակայքում, որի սահմանումը համընկնում է մեր ֆունկցիայի հետ, ու այդ ավելի մեծ սահմանման տիրույթ ունեցող ֆունկցիան պետք է անալիտիկ լինի։ Եթե 0-ն կիրառենք, դա անհնար կդառնա, որովհետև 0-ի միջակայք որ վերցնենք, այս ամբողջ միջակայքը պետք է վերցնենք, իսկ այդտեղ հնարավոր չի սահմանել արմատ z ֆունկցիայի անալիտիկ տարբերակ։ Դրա համար 0-ն դրա համար ենք հեռացնում։ Դա չէ 0-ն որ ներառենք, կունենանք անընդհատ ֆունկցիա։ Բայց մեր անալիտիկության սահմանմանը չի բավարարի, այսինքն ստեղից արմատ z-ից քանի որ 0-ն հեռացնում ենք, այստեղ եթե ուզում ենք վերցնենք, այսինքն այստեղ էլ պետք է z-ը հավասար է 1-ը հեռացնենք։ Լավ, մերսի։ Խնդրեմ։ Ուրիշ։ Լավ։ Հիմա եկեք մի քիչ թեման փոխենք, դրանք օրինակներ էին։ Ուրեմն մենք տեսանք, որ եթե f-ը անալիտիկ է, եթե մտածենք f-ի իրական ու կեղծ մասերի մասին, ապա տեսանք, որ ուն ու v-ն դեսա դեռ չենք ապացուցել, բայց ուն ու v-ն պետք է լինեն հարմոնիկ։ Ու ամենայն դեպս իրանք հարմոնիկը եթե չենք ապացուցել, բայց տեսել ենք, որ ուն ու v-ն պետք է բավարարեն Կոշի-Ռիմանի հավասարումներին։ Եկեք մեկ ուրիշ հատկություն ուսումնասիրենք անալիտիկ ֆունկցիաների, այս հատկությունը կոչվում է կոնֆորմալություն։ Եկեք ցույց տանք, որ անալիտիկ ֆունկցիաները ունեն հետևյալ հատկությունը։ Ասենք, ունենք ցեն, պատարիչի ամբողջ ցեն լինի, մեր ֆունկցիան այստեղից արտապատկերում է այստեղ, ու ինքը անալիտիկ է, f-ը ացանցելի ֆունկցիա է։ Ասենք այս կետում։ Հիմա ասենք թե վերցնենք այս կետով անցնող երկու հատ կոր, գամմա 1 ու գամմա 2։ Եթե այս կորերը ամեն ինչ խիստ կսահմանեն, այս կորերը ոնց որ սաուն կորեր են, ապա իրանց այս կետում կարելի է գծային մոտարկում տալ ու հաշվել այդ գծային մոտարկումների կազմած անկյունը։ Կարող ենք ասել, որ այս անկյունը, այս գծային մոտարկումների անկյունը, այս երկու կորերի կազմած անկյունն են այս կետում։ Եկեք ցույց տանք, որ եթե ունենք անալիտիկ ֆունկցիա, ապա կամայական կետում
Այսինքն կամայական երկու կոր եթե վերցնենք, որոնք իրար հետ հատվում են, իրանց կազմած անկյունը չի փոխվում։ Այսինքն եթե տեսնենք, թե այս կորերը ուր են արտապատկերվում, հա, ասենք գամմա 1-ի պատկերը սա է, գամմա 2-ի պատկերը սա է, ապա իրենց կազմած անկյունը չի փոխվում։ Ոչ միայն դա, այլ ցույց կտանք, որ այդ հատկությունը, որ անկյունները չեն փոխվում, կամայական երկու կորի կազմած անկյունը f-ը արտապատկերում է այնպիսի կորերի, որ անկյունը չի փոխվում, այդ հատկությունը, այս հատկությունը կոչվում է կոնֆորմալություն անկյունների, անկյունների կոնֆորմալությունից հետևում է անալիտիկությունը, այսինքն անալիտիկությունից հետևում է այս հատկությունը, այս հատկությունը կարելի է ասել համարժեք է անալիտիկության։ Չդիակտել անալիտիկության որտեղ ացենցիալի եփիկ 0 չի դառնում։ Այն կետերում, երբ որ ացենցիալը 0 չի, հա։ Դա ավելացնեմ։ Ճիշտ եմ հասկանում, որ ստացվում է, որ անալիտիկ ֆունկցիաները մենակ stretching-ը ու rotation-ը, ասում։ Լոկալ, այո։ Լավ, շնորհակալություն։ Լոկալ, այսինքն ամեն կետում, հա։ Դե չէ գլոբալ, ասենք y-ի z հաշճանը, տեսանք անալիտիկ էր, կամ կոսինուս z-ը անալիտիկ ֆունկցիաներ են, կամ թեկուզ հեչ որ չէ, ասենք z-ի քառակուսին անալիտիկ ֆունկցիաներ են, բայց սրանք գլոբալ առումով պատտում կամ stretching չեն։ Կոնֆորմալությունը մենք կետերում չասացինք, կետային հատկություն է, չէ՞։ Հա, բայց հա, դա կետային հատկություն։ Այսինքն, չէ, եթե ունեմ sense, եթե ունեմ օմեգա տիրույթ, ունեմ ֆունկցիա, որը անալիտիկ է օմեգայի վրա, դա նշանակում է ամեն կետ, հա, բայց կետային հատկություն է, հա։ Այսինքն ամեն կետում պետք է դա տեղի ունենա, հա, կետային հատկություն։ Բայց մենակ կետում, այսինքն կետ ասելով կետի միջակայք պետք է ունենամ, էլի, որ կարողանամ այդտեղ կորեր գծել։ Հա, ու հա, դա բաց բազմություն։ Հա, բաց բազմություն պետք է ունենա։ Բայց հա, եկեք հիմա սա խիստ սահմանենք, այս անկյուն ասելով ինչի նկատի ունենք, կոր ասելով ինչի նկատի ունենք, ուրեմն սահմանում, ուրեմն C-ի վրա կորը դա պարզապես ինչ-որ ինտերվալի անընդհատ արտապատկերում է։ Ուրեմն ինչ-որ մի հատ ինտերվալ, կոմպլեքս թվին։ Այսինքն Z-ը, ասենք, այդ կորն է, ասենք մեր տեն պարամետրն է, ասենք տեն ալֆայից բետա, այսպես մի ֆունկցիա ունենք։ Ու կասենք, որ սա կանոնավոր է, եթե ինքը ացանցելի է։ Եվ ացանցիալը 0 չի, հա, այսինքն կասենք, որ ռեգուլար է, եթե ուրեմն այսինքն z-ի ացանցիալ տեղ, սա ինչ է, x-ի ացանցիալ տեղով կոմանած ըստի, կոմանած y-ի ացանցիալ ըստի, ու սա 0 չի։ Եթե z-ը ռեգուլյար է, կանոնավոր է, ապա ինքը, ասենք, իր սահմանման տիրույթում
ունի տանգենս, ունի շոշափող։ Ու այդ շոշափողի ուղղությունը ինչով է որոշված։ Ինչով է որոշված իր շոշափողի ուղղությունը։ Ածանցյալով, չէ՞։ Ածանցյալի որ մասով, եթե հաշվեմ իր ածանցյալը, ածանցյալի արգումենտով։ Եկեք մի բանի ուշադրություն դարձնենք, որ այսպես սահմանված կորը դա ընդամենը կետերի բազմություն չի, այլ ամբողջ ֆունկցիան է, հա, այսինքն ասենք կարող եմ կոր ունենալ, որ այս երկու տարբեր կոր ունենամ, որ նկարելուց լրիվ նույն բանն են, բայց կախված թե ինչ արագությամբ է այս ամբողջի վրայով անցնում, իրանք տարբեր կորեր կլինեն։ Օրինակ, եթե ասենք վերցնեմ մի հատ ֆունկցիա, ասենք ֆիտեն, ասենք ալֆա բետայից ասենք ալֆա բետա, ապա եթե վերցնեմ z ֆիտեն, սա ալֆա տիլդա բետա տիլդայից էլի c ֆունկցիա կլինի, որը կանցնի, եթե սա օրինակ եթե ֆին լինի բիեկտիվ, ապա սա որպես կետեր կլինեն լրիվ նույն կետերը, բայց որպես կոր կհամարենք տարբեր կոր, պարզապես ավելի ճիշտ կասենք, որ ոնց որ սա բան է, ոնց որ պարամետրիզացիայի փոփոխություն է, հա։ Ու ինչ որ բաներ նույնը կմնան, ինչ որ բաներ կարող են փոխվել պարամետրիզացիայի արդյունքում։ Հիմա եկեք դիտարկենք անալիտիկ ֆունկցիա։ Ինչ որ տիրույթում։ Ու եկեք դիտարկենք ինչ որ մի կոր այդ տիրույթի մեջ։ Ասենք սա ինչ որ կոր է, որը տրված է, ասենք, այս ֆունկցիայով։ Որը կանոնավոր է։ Հիմա կարող ենք դիտարկել այս կորի արտապատկերումը, հա, այսինքն ենթադրում ենք, որ z-ն օմեգայի մեջ է, իսկ եթե f-ը հիմա կարող ենք վերցնել սրանց այս երկուսը որ կիրառ ենք, ստանում ենք ալֆա բետայից ֆունկցիա էլի c-ին, այսինքն սա ինչ որ մի հատ նոր կոր է, ասենք տրված WT-ով, հա։ Սրա անունը եկենք դնենք գամմա տիլդա։ Հիմա եթե գամման ածանցելի էր, տեղից հետևում է, որ այս արտապատկերումն էլ կլինի ածանցելի, ու իր ածանցյալը պարզապես կարող ենք հաշվել այսպես։ Հիմա եթե գամման ռեգուլյար է, ապա ասենք ինչ որ կետում, ապա սրա ածանցյալը այդ կետում 0 չի,
Ու եկեք ենթադրենք, որ f-ի ածանցյալն էլ այս կետում 0 չի, z0-ով եկեք նշանակենք z է 0, այստեղից կունենանք, որ w ածանցյալն էլ 0 չի, այս կետում, հետևաբար, այս կետում w-ն էլ է ռեգուլյար, ու երկու կորներ w ուրեմն համ գամման, համ գամմա տիլդան կունենան շոշափողներ։ Ու այս շոշափողների անկյունները, թե ինչ թեկությունները իրար հետ կապված են, ոնց գամմա շտրիխի գամմա տիլդայի շոշափողի անկյունը սա է, բայց սա հավասար է սրան, ասենք կարող եմ z0 գրել, իսկ կոմպլեքս թվերը բազմապատկելուց անկյունները գումարվում են։ Եթե դիտարկեմ գամմա տիլդայի ու գամմայի կազմած անկյունները, ու դրանց տարբերությունը դիտարկեմ, իրանց, այսինքն շոշափողների անկյունների տարբերությունը, ինչ կլինի, այս T0 կետում, սրանք պետք է իրարից հանենք, սրանից պետք է հանենք սա, կունենանք սա։ Որը կախված չի գամմայից։ Այսինքն, եթե ես հիմա ունենայի երկու կոր, այս կետում, գամմա 1 ու գամմա 2, ինչ էր կատարվելու, այս գամմա 1-ը ինչ-որ կորի է ձգտում, ինչ-որ կորի է արտապատկերվում, գամմա 2-ը մեկ ուրիշ, բայց գամմա 2-ի ու գամմա 2 տիլդայի կազմած անկյունը համընկնում է գամմա 1-ի ու գամմա 1 տիլդայի կազմած անկյան հետ, հետևաբար սրանց միջև անկյունները նույնն են մնում, որտեղ ինչքանով որ գամմա 1-ն է փոխվում, այնքանով է գամմա 2-ն է փոխվում։ Այսինքն, անալիտիկ ֆունկցիա անկյունները պահպանում է, հա? Այս հատկությունը ուրեմն, եթե ունենք ինչ-որ մի հատ ֆունկցիա, կասենք, որ ինչ-որ կետում կոնֆորմալ է, եթե ինքը այդ կետում անկյունները չի փոխում։
ուրեմն եթե կանոնավոր կորերը վերցնենք այդ կետով անցնող, ապա դրանց անկյունները ինքը չի փոխի։ Այսինքն մենք հենց նոր ցույց տվեցինք, որ եթե f անալիտիկ է, այստեղից հետևում է, որ ու f-ի ածանցյալը այս կետում 0 չի, ապա f-ը կոնֆորմալ է այս կետում։ Լավ։ Հիմա եկեք ուրիշ բան ուսումնասիրենք։ Հարցեր սրա մասին։ Անցած անգամ կարծեմ Հայկների շատակեց, կարող ենք այսպես մտածել, դե եթե ֆունկցիան ածանցելի է, ապա լոկալ ինքը ինչ է անում, կարող է տեղաշարժել, եթե գծային մոտարկումը դիտարկենք, ինչ են անում, կարող է իրենք տեղաշարժի, ու հետո ինչ-որ թվով բազմապատկի, ինչով ենք բազմապատկում, ածանցյալով բազմապատկում ենք, չէ, ու այսինքն եթե լոկալ մտածենք, ոնց է փոխվելու, ածանցյալով ենք բազմապատկում, այսինքն իսկ կոմպլեքս թվով բազմապատկելը ինչ է նշանակում, մի քիչ ձգել ու պտտել։ Այսինքն կարելի ասել լոկալ ինչ է կատարվում, մենք ածանցյալի անկյունը ինչքան որ է, ամեն ինչ այդ անկյունով պտտվում է։ Ամեն կետում, բացառ եթե կորեր ունենք, այդ կորերը իրենց համեմատաբար անկյունները չի փոխվում, որտեղ բոլորը նույն ձևի են պտտվում։ Ինչքան են պտտվում, ինչքան որ այդ կետում f ֆունկցիայի ածանցյալի անկյունն է։ Մեկ ուրիշ հատկություն նույնպես ունի, սա ոնց որ կարելի է անվանել անկյունային կոնֆորմալություն, կարելի է նաև խոսել ոնց որ բան, sense ձգելու կոնֆորմալության մասին, scaling conformality, այսինքն ինչ անենք, եկեք հիմա վերցնենք օրինակ, ասենք եթե z կետ 0 կետն էր մեզ հետաքրքրում, եկեք վերցնենք մի հատ ուղղություն ու եկեք ուսումնասիրենք այս ուղղությամբ ֆունկցիայի փոփոխությունը։ Ասենք օրինակ մի հատ z կետ ենք վերցնում, միացնում ենք z-ը z0-ի, այս ուղղությունն է մեզ հետաքրքրում, ուզում ենք տեսնենք, թե այս ուղղությամբ ֆունկցիան ոնց է փոխվում։ Նախ ինչ գիտենք, որ եթե այս կորի այս ուղղությամբ եթե հաշվենք մեր ֆունկցիայի ածանցյալը, մեկ էլ լինել է մեր ֆունկցիայի ածանցյալը, կապ չունի ոնց ենք հաշվում։ Մասնավորապես, եթե վերցնենք սահմանը, երբ որ z-ը ձգտում է z0-ի, այս ուղղությամբ fz հանած fz0 բաժանած z հանած z0 պետք է լինի ածանցյալը։ Մասնավորապես, եթե ստեղ բացարձակ արժեք դնենք, մեկ է նույնը կլինի։ Այսինքն հիմա ինչ կարող ենք ասել, նախ էլի սա տեսնում ենք, որ ուղղությունից կախված չի։ Այսինքն կապ չունի, եթե ես հիմա ստեղ մի հատ ուրիշ ուղղություն վերցրած լինեի ու հաշվեի, թե f-ը այս ուղղությամբ ինչքան էր փոխվում, էլի փոփոխության չափը լինելու էր այս նույն ածանցյալը z0 կետում, դրա բացարձակ արժեքը, այսինքն թե f-ը այս ուղղությամբ ինչքան է ձգում, ինչքան է այսպես երկարացնում, թե f-ը այս ուղղությամբ ինչքան է երկարացնում ամենին, ում կապ չունի, ուղղությունից անկախ է։ Այսինքն մենք ինչ ենք ստանում, ստանում ենք, որ եթե f-ը անալիտիկ է,
հետևում է, որ ինքը համ անկյուններն է պահպանում, համ էլ բոլոր ուղղություններով նույն ձևի է փոխվում։ Եթե գծային մոտարկում ունենք նայում։ Եկեք հիմա ցույց տանք, որ այս հատկություններից յուրաքանչյուրը իրականում յուրաքանչյուրից հետևում է անալիտիկություն։ Այսինքն ինչ ենք անելու, ենթադրելու ենք, որ F-ը, F-ը ենթադրել ենք, որ մասնակի ացանցիալներ ունի, որոնք անընդհատ են, նույնը ինչ որ ասենք F-ի իրական ու կեղծ մասերը եթե դիտարկենք, դրանք երկու փոփոխականի իրական ֆունկցիաներ են, ապա եթե F-ը գրեմ u գումարած IV, սա երկու իրական փոփոխականի իրական ֆունկցիա է, սա նույնպես ենթադրում ենք, որ սրանց այս մասնակի ացանցիալները գոյություն ունեն 4-ն էլ ու անընդհատ են։ Նա ուզում ենք ասենք, որ եթե F-ը պահպանում է անկյունները, ապա F-ը անալիտիկ է։ Ոնց սահմանենք, ինչ է նշանակում F-ը պահպանում է անկյունները, դրա հստակ սահմանում ունենք։ Այսինքն, եթե ունենք ինչ-որ մի հատ կոր, եկեք ստեղ հիմա աղոթսն ձևի գրեմ, եթե F-ը պահպանում է անկյունները, ապա F-ը անալիտիկ է։ Եթե F-ը բոլոր ուղղություններով նույն ձևի է ձգում, ասենք այս կետում, կետից կետ այդ ձգելու չափը կփոխվի, բայց ուղղությունից չի փոխվում։ Եթե նույն կետն է, ապ չունի որ ուղղությամբ ենք նայում, չի փոխվում։ Ապա ստեղ մի նրբություն կա, որ պարտադիր չի, որ F-ը անալիտիկ լինի, կամ F-ն է անալիտիկ լինում, կամ F-ի համալուծը։ Որտեղ օրինակ եթե վերցնենք օրինակ Z համալուծ ֆունկցիան, սա անալիտիկ ֆունկցիա չի, բայց հաստատ ինչ ուղղություն էլ վերցնես, ամեն ինչ նույն ձևի է փոխվում, իրականում ոչ մի ձգում չկա։ Անկյունները փոխվում են, բայց անկյունները -1-ով են բազմապատկում, բայց եթե նայում ենք, թե ոնց են ամեն ինչ ձգվում, ապա դա նույնն է բոլոր ուղղություններով։ Բայց քիչ թե շատ սա միակ բանն է, որ կարելի է անել։ Հարցեր։ Ինչի նկատի ունեք, որ ասացիք քիչ թե շատ կարելի է
Միակ Այսինքն, բանը կամ այս եմ ասում, եթե այսինքն միակ ֆունկցիաները, որ այս հատկությունը ունեն, որ կամայական միակ ֆունկցիաները, որոնք մասնակի ածանցյալներ ունեն ու անընդհատ ու կամայական կետում իրանք անկախ ուղղությունից իրանք ամեն ինչը նույն ձևի են ձգում, բոլոր ուղղություններով նույն ձևի են ձգում, անալիտիկ ֆունկցիաներն են, դա պետմնդումը ճիշտ չի, միակ բանը, որ կարելի է անել, բացի անալիտիկ գործողություն անելուց, դա այս համալուծ վերցնելն է։ Էդ է նկատել, ասում եմ, միակ բանը բացի անալիտիկ ձևափոխությունից սա է, որ հնարավոր է անել։ Դա ինձ թեորեմն է, այս վերևի գրած բանն էի ասում, պարզապես կրկնում էի բառերը։ Լավ, շատ լավ, շնորհակալ եմ։ Ամ Մա ինչի նկատի ունենք, սա ասելով, եկեք փորձենք ավելի հստակ ձևակերպում տանք սրան ու կամ ասենք սրան, ինչի նկատի ունենք, եթե վերցնենք ինչ-որ մի հատ կոր, հա, ուրեմն եկեք գամմա տիլդայով նշանակենք այս կորի արտապատկերումը, եթե գաման ածանցելի է, սրանից հետևում է, որ գամմա տիլդան էլ է ածանցելի, հա, ու եթե հաշվենք ինչ-որ կետում, ասենք Z, W, T-ն էլ թող լինի գամմա տիլդա կորը, եթե սա հաշվենք ինչ-որ մի կետում, ինչի է հավասար սա լինելու, մենք առաջ գիտենք, որ F-ը ածանցելի էր, F-ը անալիտիկ էր, դրանից օգտվելով էինք սա հաշվում, հիմա դա չունենք, հիմա ընդհանրապես ունենք, որ F-ը մասնակի ածանցելներ ունի, բայց մասնակի ածանցելների միջոցով կարող ենք սա հաշվել, այսինքն սա միևնույնն է, ունենում ենք, որ սա ածանցելի է, հետևաբար, եթե այս երկուսը գոյություն ունեն, եթե սրանք գոյություն ունեն, ապա կամայական կանոնավոր ZT-ի համար կարող ենք խոսալ այս W-ի ածանցյալի մասին ու կարող ենք խոսալ արտապատկերման ու սկզբնական կորերի անկյունների մասին, անկազմած անկյունների մասին։ Ու ասենք, որ ուրեմն F-ը անկյունները պահպանում է, եթե սա եթե այս մեծությունը կախված չի կորից։ Ու կասենք, որ F-ը նույն ձևի է ամեն ինչ ձգում, եթե վերցնենք այս հարաբերությունը, ապա սա կորից կախված չի։ Մենք ենք ցույց տանք, որ այս հատկություններից յուրաքանչյուրից հետևում է անալիտիկություն։ Հա, թեորեմի ապացույցը։ Եթե հաշվենք այս ածանցյալը, ասեն ինչ պետք է հաշվենք։ Սա լինելու է մեկը բաժանած Z-ի ածանցյալ T0 կետում անգամ ստեղ ինչ էր df dx dx
T0 կետում գումարած գումարած ինչ df dy իրացանցյալը T0 կետ եկեք այս սա ու սա գրենք z-ի միջոցով դա կլինի մեկը բաժանած z-ի հատանցյալ T0 կետում անգամ df dx ուրեմն սա կլինի z-ի հատանցյալ T0 կետում գումարած z իրական մասը ինչի է հավասար z գումարած z-ի համալուծ կես կեղծ մասն է կարող են գրել z հանած z-ի համալուծ բաժանած 2-ի սա եկեք մի քիչ ուրիշ ձև գրենք եկեք այս սա ներս բերենք ստեղ ու ստեղ ինչ կունենանք մեկ երկրորդ անգամ ստեղ կունենանք սա գումարած չէ մեկը բաժանած in կտա հանած i df dy գումարած հիմա այս մասերը որ գրենք ինչ կունենանք z ածանցյալի համալուծ բաժանած z ածանցյալի անգամ մեկ երկրորդ df dx գումարած i df dy Բասրեն մեզ ինչ է պետք մեզ պետք է որ մի դեպքում օրինակ երբ որ անկյուններն են պաշտպանված պետք է սրա արգումենտը անկախ լինի մեր կորից մենք եք պատկերացնենք երբ որ մեր կորը փոխում ենք սա ոնց է փոխվում դե այս մասը կորից կախված չի սա մենակ f-ից է կախված այդ z0 կետում սա էլ կախված չի այսինքն երբ որ մեր կորը փոխում ենք միակ բանը որ փոխվում է դա սա է բայց հիմա եթե z0 կետում իմ կորը փոխում են սա ինչ արժեքներ կարող է ընդունի դե սա ինչ որ մի հատ կոմպլեքս թվի համալուծի ու այդ կոմպլեքս թվի քանորդն է այսինքն սա միշտ ունի բացարձակ արժեք 1 բայց ասեն իր երկարությունը միշտ 1 է, բայց իր անկյունը այս մեր z կորը փոխելով, մեր գամմա կորը փոխելով, սա ինչ անկյուն ուզենա կարող է ունենա։ Այսինքն, երբ որ գամման փոփոխվում է, սա կարող է ընդունել կամայական միավոր վեկտոր, կարող է լինել կամայական միավոր վեկտոր, հա։ Հիմա երբ որ գամման փոխում ենք ու սա փոխվում է կամայական ուղղությամբ, բացառեն այս կոմպլեքս թվերը ոնց կարող եք բնութագրել։ Վերցնում ենք այս կոմպլեքս թիվը ու սրան գումարում ենք սա բազմապատկած կամայական միավոր վեկտորով։ Այսինքն, եթե ես վերցնեմ այս թիվը, հիմա, որը համապատասխանի սրան, ինչ պետք է անեմ սա, կարող եմ սրան գումարել ինչ։ Սա պետք է վերցնեմ, սրա ուղղությունը
կամայական ձևով փոխեմ ու գումարեմ։ Այսինքն պետք է սրա բացարձակ արժեքը հաշվեմ ու դրա բացարձակ արժեքի չափով կամայական վեկտոր կարողանում գումարել այս կետին։ Այս կետին։ Այսինքն այստեղ բոլոր հնարավոր տարբերակները ինչ են։ S կենտրոնով ու S շարավղով բոլոր հնարավոր կետերը կարող եմ ստանալ այսպես։ Այսինքն S կենտրոնով S շարավղով։ Լավ, հիմա հարցեր այսքանի մասին։ Հիմա եկեք մեր պայմանները ուսումնասիրենք։ Առաջի պայմանը այն էր, որ սրա անկյունը կախված չի կորից։ Ոնց կարող է այս անկյունը կախված չլինի կորից։ Այսինքն ես ունեմ ինչ-որ մի կետ, այս կետով ինչ-որ շարավղով շրջան, ինձ հետաքրքրում են այս շրջանի վրայի կետերը, սրանք այս մեծության բոլոր հնարավոր արժեքներն են, սա այս շրջանի վրայի կետերն են, ու ինձ պետք է, որ այս շրջանի վրայի բոլոր կետերի արգումենտները փաստորեն նույնը լինեն։ Ոնց կարող է ինչ-որ շրջան ունենամ, որ այդ շրջանի վրայի բոլոր կետերի արգումենտները նույնը լինեն։ Zero շարավղով։ Պետք է շարավղը 0 լինի։ Այսինքն շարավղը ինչքան էր։ 1/2 df dx գումարած I df dy-ը պետք է լինի 0։ Դա այսինքն, եթե սա գրենք, սա հենց նշանակում է, որ f-ը անալիտիկ է։ Եթե սենց անալիտիկություն Կոշի Ռիմանի հավասարումներին համարժեք բան ենք այստեղ գրել։ Դա համարժեք է Կոշի Ռիմանի։ Լավ։ Իսկ եթե երկրորդ պայմանը դիտարկենք, որ սրա բացարձակ արժեքն էր կորից անկախ, այդ դեպքում ինչ կարող ենք ասել։ Թե կամ էլի zero շարավղով է կամ կենտրոնը zero կետում է։ Կամ 0 շարավղով է, կամ կենտրոնը 0 կետում է։ Եթե 0 շարավղով եղավ, հետևում է, այս նույն պայմանը ունենք, կամ, կամ կենտրոնը 0 է, կենտրոնը ինչ էր, df dx հանած I df dy։ Կամ սենց հանած I df dy-ը հավասար է 0։ Այսրանից էլ հետևում է, որ f-ի համալուծն է անալիտիկ։ Որտև սա համարժեք է Կոշի Ռիմանի բայց բանի f-ի համալուծի համար։ Հարցեր։
Լավ, եկեք անցնենք առաջ։ Մի որոշ ժամանակ, մի 2 դաս, եկեք ուսումնասիրենք ինչ որ առումով ամենապարզ կոնֆորմալ ֆունկցիաները, ռացիոնալ գծային ձևափոխությունները։ Չնայած շատ հաճախ սրանց հենց ասում են գծային ձևափոխություններ, ռացիոնալ բառը չեն ասում, բայց ի նկատի ունենք fz հավասար է az գումարած b տեսակի ֆունկցիաները։ Ուրեմն մոտիվացիան լավ, եկեք լավ, այդ մոտիվացիայի մասին հետո կխոսեմ։ Դա ամենապարզ ֆունկցիաներն են, դա պարզապես ինքն իրանով արդեն ոնց որ մոտիվացիա է։ Ուրեմն եկեք ուրեմն ուսումնասիրենք ռացիոնալ ֆունկցիաները առաջին կարգի, հա, այսինքն ուսումնասիրենք հետևյալ տեսքի ֆունկցիաները a z գումարած b բաժանած c z գումարած d։ Մենակ թե եկեք ստեղ նկատենք, որ եթե a d հանած b-ն հավասար լինի 0, ինչ տեղի կունենա։ Եթե եկեք դեպքեր դիտարկենք, եթե c-ն հավասար չէ 0-ի, ապա սա կարող ենք գրել այս տեսքով a բաժանենք c-ի համարիչ հայտարարնել, ուրեմն եթե նախ c-ն հավասար չէ 0-ի, ստեղից ինչ կունենանք, b-ն հավասար կլինի ad բաժանած c-ի, այստեղ կունենանք, որ z գումարած ad բաժանած c բաժանած sz հավասար կլինի սրան, cz գումարած d-ի, ստեղից որ ac-ն անենք ընդհանուր, ac-երորդը, ունենանք cz գումարած d բաժանած cz գումարած d, սա կլինի հաստատում։ Այդ դեպքը մեզ չի հետաքրքրում, իսկ եթե c-ն հավասար է 0-ի, ապա կամ d-ն է հավասար 0-ի, կամ պետք է անհավասար լինի 0-ի, եթե d-ն է հավասար 0-ի, ինչ ենք ունենում, ստանում ենք այս z-ը միշտ անվերջություն է, ոնց որ s-ը էլի հաստատուն է լինում, իսկ եթե d-ն հավասար չի 0-ի, ապա ինչ ենք ունենում ենք այս z-ը հավասար է, դեպքում ան պետք է լինի 0, ունենում ենք սա հավասար է պարզապես b բաժանած d։ Այսինքն ստանում ենք, որ եթե ad հանած b-ն հավասար է 0, ապա այս z-ը հավասար է հաստատուն։ Այդ դեպքը ուզում ենք բացառենք։ Այսինքն դիտարկենք այս տեսակի ֆունկցիաները, երբ որ ad հանած b-ն հավասար չէ 0-ի։ Եկեք, ուրեմն նորից կրկնեմ այստեղ մեր հավասարումը, a z գումարած b բաժանած cz գումարած d։ Եկեք այս ֆունկցիան մի քիչ ընդհանրացնենք, s-ի արժեքը անվերջությունում, եկեք սահմանենք bd-երորդ, չէ, ac-երորդ, ու s-ի արժեքն էլ մինուս d բաժանած c կետում, եթե հաշվենք, սա կլինի անվերջություն։ Այսինքն s-ը եկեք դիտարկենք ոչ թե c-ից c ֆունկցիա, ապա այս այլ կոմպլեքս թվերին նաև անվերջությունը ավելացնենք, հա, այսինքն s-ին դիտարկենք c միավորում անվերջությունից, c միավորում անվերջություն ֆունկցիա։ Լավ, այսինքն կարող ենք ոնց որ Ռիմանի սֆերայի վրա ֆունկցիա դիտարկել s-ը որպես։
երբ որ AD հանած B-ն 0 չի, այս դեպքում S-ը հակադարձելի է հա, ասենք կարող ենք եթե W-ն հավասար է AZ հանած A գումարած B բաժանած CZ գումարած D, այստեղ կարող ենք հեշտությամբ Z-ը W-ի միջոցով գտնել, հա, WCZ գումարած WD-ն AZ գումարած B, ինչ կլինի այստեղ W Z անգամ WC հանած an հավասար է B հանած WD։ Այսինքն Z-ը կլինի B հանած WD մինուս DW հանած B բաժանած մինուս CW գումարած A։ Այսինքն էլի ստեղ AD հանած B-ն հավասար չի 0, այսինքն սա նույնպես կլինի գծային ձևափոխություն, հա։ Սա նույնպես կլինի գծային ձևափոխություն։ Ուզում ենք երկրաչափորեն պատկերացնենք, ոնց է սա գործում, հա։ Այս ֆունկցիան ուզում ենք երկրաչափորեն պատկերացնենք, օրինակ կարող ենք փորձենք հասկանալ, թե գծերը սրա տակ ոնց են ձևափոխվում, եկեք այդ հարցը տանք, ուրեմն ոնց է գծերը դե, բայց եկեք հիշենք, որ մեր ֆունկցիան մենք իրականում ոչ թե C-ից C ենք սահմանել, այլ մեր ֆունկցիան մենք լրացված C-ից լրացված C ֆունկցիա ենք սահմանել։ Եկեք սենց հարց տանք, ուրեմն մենք սա պատկերացրեցինք որպես Ռիմանի սֆերա, ստերեոգրաֆիկ պրոյեկտումով։ Եկեք հարց տանք, եթե ստեղ գիծ ունենք, գիծը ինչի է համապատասխանում Ռիմանի սֆերայի վրա։ Դե մեր C-ից Ռիմանի սֆերա արտապատկերումը ոնց էր։ Մենք վերցնում էինք կետ, այդ կետը միացնում էինք այս գագաթին, որը համապատասխանում էր անվերջությանը, սա մեր ավելացրած կետն էր, ու միացնում էինք իրար։ Այսինքն եթե այս կետը ունեմ, որպեսզի տեսնեմ այս կետի արտապատկերումը ինչ պետք է անեմ, սա պետք է միացնեմ սրա, տեսնեմ որտեղ է հատվում բանի հետ, սֆերայի հետ, այս երկու կանաչ կետերը իրար են համապատասխանում։ Հիմա եթե գիծ ունեմ, պետք է այս գծի բոլոր կետերի համար այս նույն բանը անեմ, բարձրորեն ինչ եմ անելու։ Բարձրորեն վերցնելու ենք այս գիծը, այս կետը ու այս գիծի բոլոր կետերը միացնենք այս կետին, որ սենց միացնեմ, ինչ եմ ունենալու։ Ունենալու եմ, հա, սենց։ Մի հատ հարթություն։ Բարձրորեն մենք վերցնում ենք այս հարթությունը, այս հարթությունն ենք վերցնում, այս կետով ու այս գծով անցնող, ու որպեսզի տեսնենք, թե այս գիծը ուր է արտապատկերում, պետք է տեսնենք, թե այս հարթությունը որտեղ է հատվում սֆերայի հետ։ Որտեղ կհատվի, եթե հարթությունը հատենք սֆերայի հետ, բայց ինչ հարթություն է, հարթություն, որը անցնում է այս կետով, ապա կունենանք ինչ։ Այսինքն այս կետով անցնող հարթություն ունենք, հատում ենք սֆերայի հետ։ Ներկայապես հարթության ու սֆերայի հատումը շրջանից կարելի։ Կետ եթե վերասերված այդ Դե հարթությունը։ կետ չենք ունենալու, չէ, որպեսզի կետ ունենանք, դե շոշափող լիներ։ Իսկ շոշափող որպեսզի լիներ, կլներ այս մեր բանին զուգահեռ,
սրան զուգահեռ կլներ, այսինքն դա չէր համապատասխան այստեղից անցնող գծի ու այս կետի անցնող հարթության, այսինքն իսկ եթե այս հարթությունը հատենք սֆերայի հետ, կունենանք շրջան։ Այսինքն տեսնում ենք, որ Ռիմանի սֆերայի վրա ուղիղ գծերը համապատասխանում են շրջանների, բարձրապես ինչ շրջաններ են, այն շրջաններն են, որոնք անցնում են անվերջություն կետով։ Սա ուրիշ տեղ էլ կարող եք հանդիպած ունեք այս ինտերպրետացիան, որ գիծը կարելի է դիտարկել որպես անվերջ շարապետ ունեցող շրջանագիծ, որովհետև ոնց որ անվերջություն կետից այս բոլոր կետերը ունեն նույն հեռավորությունը։ Չէ, մի վարքան։ Չէ, իրականում չէ, որտեղ այս կետերը գնալու մոտենում են անվերջությանը, հա։ Այտենց այդ ինտերպրետացիան լավ չեղավ, բայց իրա կորությունը, եթե ունես շրջանագիծ, շրջանագիտության կորությունը չափես, եթե կորությունը ձգտի անվերջության, ապա ինքն ինչ որ առումով ձգտում է ուղիղ գծի։ Այս ինտերպրետացիան ինչքանով է լավ, եթե մենք աշխատում ենք Ռիմանի սֆերայի հետ, այս կետը ոչ մի բանով հատուկ չի։ Եթե մենք ուզում ենք տեսնենք, թե գծերը ուր են արտապատկերվում, գիծ ասելով ինչ պետք է նկատի ունենանք, փաստորեն գծերը համապատասխանում են շրջանների, եթե Ռիմանի սֆերան եմ ուսումնասիրում, ես փաստորեն պետք է ուսումնասիրեմ շրջանները, բայց եկեք ուսումնասիրենք ոչ միայն այս շրջանները, այլ կամայական շրջան Ռիմանի սֆերայի վրա։ Այսինքն եկեք ավելի ճիշտ այս հարցը տանք։ S-ը ուսումնասիրելու համար, եկեք ոչ թե հարցնենք S-ը ոնց է գծերը արտապատկերում, եկեք հարցնենք, թե S-ը ոնց է շրջանները, շրջանագծերը արտապատկերում։ Այսինքն այդ հարցն ենք փորձել ուսումնասիրել։ Կներեք նման հարցնեմ, որ ասիկ կարող կորություն անվերջության ոչ թե կորություն անվերջության ձգտի, այլ կորությունը զրոյի ձգտի։ Հա։ Դա դեպքում ընդհանրապես մի կետ, այսինքն եթե ունեմ, այսինքն ես ասում եմ ինչ ասում, մերսենք շրջանագիծ ու կորությունը ձգտեցնենք անվերջության։ Դե հայ, ոնց որ եթե ձգտեցնեմ անվերջության, ոնց որ Հա, չէ, հա, հակառակ, հա, պետք է զրոյի ձգտեցնենք, հա։ Եթե անվերջության ձգտեցնենք, կունենանք կետ։ Հա, երեք շարավը ձգտեցնենք անվերջության, կորությունը կձգտի զրոյի, հա։ Շարավը ձգտեցնենք անվերջության, կորությունը կձգտի զրոյի, հակառակն էի ասում, հա։ Ահա, շնորհակալություն։ Ուրեմն եկեք փորձենք հասկանանք, թե ինչպես է S-ը գործում շրջանագծերի վրա։ Բարձրապես շրջանագիծ ասելով, մենք կհասկանանք շրջանագիծ Ռիմանի սֆերայի մեջ, այսինքն, եթե մենք կոմպլեքս տարածության մասին մտածենք, համ շրջանագծերն են շրջանագծեր, որտեղ այս պրոյեկցիայի ժամանակ, եթե շրջանագիծ վերցնեմ հարթության մեջ, ու տեսնեմ դա ուր է գնում, դա էլի շրջանագծի է համապատասխանում։ Կարելի է ցույց տալ, որ եթե սենց, հա, տեսնեմ, թե սա ինչ որ կետերն են դրա վրա արտապատկերում, սա էլի շրջանագիծ է լինելու։ Այսինքն, Ռիմանի սֆերայի վրա մենք դիտարկենք բոլոր հնարավոր շրջանագծերը, իսկ եթե հարթության մեջ նայենք, ապա դրանք կլինեն բոլոր հնարավոր շրջանագծերն ու ուղիղ գծերը։ Որովհետև այն շրջանագծերը, որոնք Ռիմանի սֆերայի մեջ անցնում են այս կետով, դրանք հարթության մեջ համապատասխանում են ուղիղ գծերի, իսկ մյուս շրջանագծերը համապատասխանում են շրջանագծերի։ Պնդում։ Sorry։ Նման է գծային ձևափոխությունները։ Միշտ
շրջանագծերը տեղափոխում են շրջանագծերի։ Հարցեր։ Ճիշտ է, հստակ վերջի բնման մասը չհասկացա, այդ շրջանագծերը այդ կապտով որ նկարել եք, այդ ոնց եղավ։ Դա չափածեցի, դա փորձեք ինքնուրույն ստուգել, հա։ Բանը մենք հստակ սահմանում ունենք այս ֆունկցիայի, այս ֆունկցիան շատ հեշտությամբ կարելի է գրել, թե ասենք եթե ունեմ մի հատ այդտեղ z չէ, այստեղ եթե ունեմ ինչ որ ստեղ ունեմ մի հատ z կետ, ապա դա ինչի վրա է արտապատկերվում, այստեղ, դա կարելի է կոնկրետ գրել, հետո կարելի է գրել այս որոնք են այս բոլոր կետերը, դրանք են բոլոր կետերն են շրջանագծի, որոնք կենտրոնից ունեն նույն հեռավորությունը, տեսնել դրանք ուր է արտապատկերում, ստուգել, որ դրանք նույնպես կլինեն շրջանագիծ, հա։ Այդ հաշվարկը ես չարեցի, պարզապես ասացի, որ դա հնարավոր է ստուգել։ Ստուգեք ինքնուրույն անհաջող գործնականին կարող եք քննարկել, եթե հարցեր լինեն, կարող եք միասին քննարկել, հա։ Բարձր ստուգելու կարիք։ Լավ։ Դա ստուգելու Հա, կարիք շատ լավ։ է, հա։ Շնորհակալ եմ։ Շրջանագծը հիմա շրջանագծերը ոնց ներկայացնենք։ Այս հարցերի քննարկման շրջանակում հարմար է շրջանագծերը ներկայացնել հետևյալ տեսքով, կոչվում է cross ratio։ Cross ratio հայերեն ոնց կասեք։ Կրկնակի հարաբերություն։ Ինչ։ Կրկնակի հարաբերություն։ Առաջի բառը լավ չեմ լսում։ Կրկնակի հարաբերություն։ Կրկնակի։ Հետաքրքիր թարգ։ Դա հենց ընդունված է տես թարգմանել, հա։ Ռուսերեն դրա բառացի թարգմանությունն է թարգմանվում, ռուսերենից է Հետաքրքիր է, կրկնակի հարաբերություն, հա։ Հա, չնայած ինչ իմաստուն է։ Հարաբերությունների հարաբերությունն է դրա համար։ Հա։ Դրանից չի որ սենց էլ ես եմ ինչ որ սենց շատ պատկերավոր ալնա։ Ուրեմն եթե ունենք 3 հատ կետ կամայական, այստեղից, ապա գոյություն ունի միակ գծային ձևափոխություն, այնպիսին, որ S-ը Z2-ը տանում է 1-ի, Z3-ը տանում է 0-ի, Z4-ը տանում է անվերջություն։ Ընկեք, ասենք թե դիտարկենք սա, սա ոնց կարող ենք գրել, կարող ենք գրել AC երորդը հանենք դուրս, ստեղ, կունենանք ինչ-որ մի հատ ուրիշ բան, B բաժանած A, ստեղ C պետք է գրեի, ստեղ էլ կունենանք D բաժանած C։ Այսինքն մեզ ինչ է պետք։ Մեզ պետք է, որ բետա տիլդան, այսինքն ինչ, երբ որ Z-ը Z3 է, պետք է 0 ստանանք, այսինքն բետա տիլդան պետք է լինի մինուս Z3, երբ որ Z-ը Z4 է, պետք է ունենանք անվերջություն, այսինքն դելտա տիլդան պետք է լինի մինուս Z4,
ու երբ որ z-ը z1 է, ասա z2 է, պետք է ունենանք 1, այսինքն AC-երորդն էլ պետք է լինի z2 հանած z3 բաժանած z2 հանած z4-ի հակադրից։ Այսինքն z2, z3, z4-ը եթե ունենք, ABCD-ն այս ձևի ընտրելով կունենանք այդ ձևափոխությունը ու սա կաշխատի, եթե սրանցից ոչ մեկը անվերջություն չի, եթե անվերջություններ էլ կա մեջը, ասենք եթե օրինակ z2-ը անվերջություն է, ապա կարող ենք այս z-ը վերցնել որպես z2 հանած z4, անվերջությունը ճիշտ ինտերպրետացնելու դեպքում այս մյուսներն կարող ենք ստանալ, հա։ Չէ, ստեղ ինչ ասացի, z3 մի վարքան, եթե z2-ը անվերջություն է, ապա ընդամենը սա։ Եթե z3-ն է անվերջություն, ապա այս z-ը կլինի z2 հանած z4 բաժանած z հանած z4, եթե z4-ը անվերջություն է, ապա սա կլինի z հանած z3 բաժանած z2 հանած z3։ Այսինքն անկախ սրանք կոմպլեքս թվեր են z2, z3, z4-ը թե անվերջություն, գոյություն ունի նման մի արտապատկերում, սա միակը կլինի, ինչի, որովհետև եթե նախ եկեք նկատենք, որ եթե z2-ը 1 է, z3-ը 0 է, z4-ը անվերջություն, այսինքն մեզ պետք է որ 1-ը 1-ի արտապատկերվի 0-0-ի անվերջությունը անվերջության, բարձ է, որ այս z հավասար է z ֆունկցիան կաշխատի, իսկ եթե երկու տարբեր ունենք, եթե S-ն ու տեն երկուսն էլ աշխատում են, այսինքն ինչ նշանակում աշխատում են, երկուսն էլ Z2-ը տանում են 1-ի, Z3-ը 0-ի, Z4-ը անվերջության, ապա եթե սրանք մենք տեսանք, որ այս գծային ձևափոխությունները հակադարձելի են, եթե դիտարկենք ST-1-ը, ապա սա S1-0 անվերջություն եռյակը կտանի 1-0 անվերջություն եռյակի, իսկ միակ բանը հեշտությամբ կարելի է ստուգել, որ սա անում է, դա identity ձևափոխություն է, որ z-ը տանում է z-ին, այսինքն այս անպայման պետք է տեղ լինի։ Սա միակ ձևափոխություն ունի, կոկա որ սա անում է, մենք եկեք սահմանենք հետևյալ մեծությունը, եթե ունենք 3 տարբեր նման կոմպլեքս տիպ կամ անվերջություն, իրանց արդեն նորացա, ինչ-որ երկուս կար, զույգ, հա, չէ, ոնց թարգմանեցիք, Կրկնակի հարաբերությունը։ կրկնակի, հա, կրկնակի հարաբերությունը, ուրեմն Z1-ի պատկերն է, այս ձևափոխության տեսնենք Z1-ը ուր է արտապատկերվում, երբ որ վերցնում ենք այն ձևափոխությունը, որ Z2-ին տանում էր 1, Z3-ին տանում էր 0, Z4-ին տանում էր անվերջություն։ Միակ նման ձևափոխություն կար, ու այդ ձևափոխությունը, որ Z2-ը տանում է 1, Z3-ը 0, Z4 անվերջություն, ուր որ Z1-ն է տանում, դա է կկոչվի Z1-ի կրկնակի հարաբերություն։ Քանի որ այնտեղ վերևում բանաձև ունենք, կարելի է սա կոնկրետ այս բանաձևով էլ գրել,
Այսինքն կարելի է հեշտությամբ հաշվել, որ դա սա է։ Բայց այս վերևի տված ինտերպրետացիան օգտակար կլինի։ Եկեք այս սահմանումով ավարտենք, ուրեմն հաջորդ դասին նպատակն է լինելու ուսումնասիրել այս գծային ձևափոխությունները, երևի մի 10-10 դրա վրա կծախսենք, հետո կանցնենք։